Բարոս ելիքով եղբայրն ջան, եկեք շարունակենք եւ արդեն ամբողջացնենք Հռոմեացիս 12 գլխի առաջի համարը։ Ինքը փոքր համար է, բայց իր մեջ պարունակում է ընդհանրապես հավատացյալի կամ քրիստոնյայի կյանքում երկրպագության բոլոր սկզբունքները։ Այս հատվածի մեջ մենք օրինակ անդրադարձանք երկրպագության հիմքին կամ ինչն է արտադրում հավատացյալի կյանքում երկրպագություն, ինչն է մեզ մղում երկրպագելու Աստծուն, եւ մենք տեսանք սա հիմքում ընկած է Աստված ճանաչությունը, սակայն երբ որ մենք ասում ենք Աստված ճանաչություն, պիտի շեշտենք, որ այդ Աստված ճանաչությունը պիտի հիմնված լինի ավետարանի վրա, որտեղ ավետարանը, ավետարանները, աստվածաբանական թղթերը, որտեղ ներկայացվում է ավետարանը, որտեղ օրինակ Հռոմեացիս թղթի գլխավոր նպատակը ճշմարիտ ավետարան ներկայացնելն է, որտեղ կար խեղաթյուրված ավետարան, կար շնորհքի խեղաթյուրված կերպ, կար օրենքի գործերով փրկության կերպերը, եւ առաքյալը այս ամեն ինչից զատելով մաքրում է եւ ցույց է տալի մեզ իրական ավետարանը, ինչպես է անձը փրկվում։ Հիմա սրա հիմքում մենք հասկանում ենք, որ երբ որ կարդում ենք ավետարանները, մենք Աստծուն ճանաչում ենք այնպես, ինչպես Աստված հայտնում է իր անձը մեզ։ Եվ սա, այսինքն ավետարանները խտացված մեզ ներկայացնում են բարի լուրը, որն է այդ բարի լուրը, Աստծո ողորմությունը ուղղված անարժան մարդուն։ Տեսեք, սա ամենակարևորն է, եւ երբ որ անձը ավետարանների միջոցով ճանաչում է Աստծուն, այնքան գալիս է ճիշտ ճանաչողության առ Աստված, հասկացողության, թե ինչ է Աստված իր կյանքում արել, իր համար ինչ է արել, անում եւ անելու, այս առումով է, որ մարդու կյանքում արտադրվում է Աստծո համար անելու ցանկություն, եւ սա է, որ մարդուն մղում է երկրպագության։ Այսինքն դրա համար մենք անդրադարձանք, որ երկրպագության հիմքում ընկած չի էմոցիոնալ երաժշտության տակտի շարժումը, ռիթմը, որը մարդուն պիտի մղի օրոր-շորոր լինելու, այլ հասկացողությունը ով է Աստված եւ ինչա քո համար արել եւ ինչա շարունակում անել եւ ինչա անելու։ Այսինքն ավետարանները հանդիսանում են հիմք Աստված ճանաչության, որն էլ հանդիսանում է հիմք մեր երկրպագության։ Այսինքն ոչ թե ուրիշ գործոն, բնազդը, զգացմունքները, էքստազը մեզ կմղի ինչ որ մի արտաքին ազդեցություն մեզ կմղի երկրպագել, այլ Աստված ճանաչությունը, որը հիմնված է Աստծո խոսքի վրա։ Հիմա անսխալական Աստծո խոսքի վրա։ Հիմա երկրորդ մենք նայենք տեսանք նաև այս հատվածում երկրպագության որոշումը։ Ինչն է որոշում, որ սա երկրպագություն է թե չէ։ Եվ սրա մեջ մենք անդրադարձանք կարևոր սկզբունքի։ Երկրպագությունը երբեք կապված չի Աստծուց վերցնելու։ Օրինակ դրանք, որոնք ավելի հակված են միստիկական դաշտում ընկալեն երկրպագությունը, նրանք ասում են Աստված մեզ լցրեց եւ մենք հիմա երկրպագում ենք Աստծո հոգով։ Երկրպագությունը կապված չի լեցվելու հետ, սիրներս։ Երկրպագությունը կապված է Աստծուն տալու հետ։ Այսինքն Աստծուն տալը, դրա համար Հիսուսի խոսքերը ավելի լավ է տալ, քան թե առնել, եթե ուշադիր նայեք, ուղղակի Քրիստոսը խոսում է ընդհանրապես երկրպագող անձի սկզբունքների մասին։ Ով է Աստծո համար անողը։ Տալը դա նշանակում է դու հասկացել ես ով Աստված եւ այդ տալն է, որ հանդիսանում է երկրպագություն եւ այս տալն է, որ ամբողջացնում է հասկացողությունով ծառայությունը, որի մասին պիտի նայենք, որովհետեւ վերջի ընկալումը այս հատվածում երկրպագության, այն երկրպագության կերպն է։ Առաքյալը տեսեք ինչ ասում, որ ձեր մարմինները ներկայացնեք, դնեք, սա հենց երկրպագությունն է, սա որոշում է, որ դա երկրպագությունն է, դնեք, ներկայացնեք կամ տակ կենթանի, սուրբ, այսինքն ինչպես կարտահայտվի կենթանի, սուրբ Աստծո ընդունելի պատարագ, որը ձեր բանավոր պաշտպան, այսինքն ձեր այդ մարմինների, ձեր անձերի տալը առ Աստված կհանդիսանա ձեր հասկացողությունով Աստծո համար ծառայությունը, որը ձեր բանավոր պաշտոնը։ Մենք մի քիչ կանադառնանք լեքսիկոլոգիական որոշ բառերի այս հատվածում։ Ուրեմն նաև սա կերպն է։ Տեսեք, առաջինը հիմքը հանդիսանում Աստված ճանաչությունը հիմնված ավետարանի վրա։ Ճանաչելով Աստծուն մենք երկրպագում ենք առ Աստված։ Երկրորդ որոշումը դա Աստծուն տալն, այն որոշումը Աստծո համար տալով ներկայացրեք ձեր մարմինները։ Այստեղ երկրպագությունը կապ չունի ինչ որ մի բան ստանալ Աստծուց, ստացա, այլ տալու համար։ Եվ երրորդ կարևոր սկզբունք, երրորդ կարևոր սկզբունք երկրպագության կերպը, որը ձեր բանավոր պաշտոնը։ Սա ձեր հասկացողությունով հոգևոր ծառայությունը։ Ինչ է ձեր անձերը ներկայացնել Աստծուն որպես սուրբ, կենթանի, Աստծուն ընդունելի պատարագ։ Այսինքն սա բոլորը կապված է հասկացողությամբ։ Ուրեմն առաջինը, երբ որ մենք անդրադառնում ենք կերպին, ինչ կերպով է մեր երկրպագությունը կատարվում։ Սա առաջինը եկեղեցական ամեն մի ծառայություն։ Տեսեք, ես հիմա հակաթեզիս եմ ներկայացնում, պեսի դուք ընկալեք։ Հակաթեզիս, այսինքն, երբ որ մեկը ձեզ կասի, որ երկրպագությունը դա երկեցողությունն է, երկրպագությունը դա երաժշտության տակ օրորվելն է, այսինքն երկրպագությունը կկապի երաժշտության հետ, միանշանակ իմացեք, որ այն միստիկական դաշտի մոտեցում է։
այն զգացմունքային մոտեցում, այն հասկացողության հետ կապ չունի։ Ուրիշ բան, որ ես հասկացողությունով երգեմ Աստծո համար, իմ սիրտը փառավորի Աստծուն իր հատկությունների համար, իր ողորմության, իր շնորհքի, իր արդարության, իր փրկության, իր ընտրության, այսինքն երբ որ ես անդրադառնում եմ երկեցողության մեջ, այո, սա իմ երկրպագության բաժինն է, բայց երկրպագությունը կապ չունի երաշտության հետ։ Ես կարամ եւ ծառայելով առանց երաշտության երկրպագեմ, եւ երաշտությունով երկեցողությունով երկրպագեմ, բայց ամեն դեպքում երկրպագությունը դա իմ հասկացողությունով ծառայությունն արած Աստծո համար, սա է երկրպագությունը։ Եվ առաքյալը երկրպագությունը չի ներկայացնում պաշտամունքի մեջ ինչ-որ մի ժամ։ Ըստ առաքյալի, Պողոս առաքյալի, երկրպագությունը մեր քրիստոնեական կյանքն է, որ դրված է Աստծո զոհասեղանի վրա։ Մեր կյանքի բոլոր ոլորտները, ինչ որ մենք անում ենք։ Հիմա առաջինը, եկեղեցական ամեն մի ծառայություն, որը առաքյալը կոչում է զոհաբերություն, հիշեք, երկրպագությունը սերտ կապված է զոհաբերության հետ, այն տալու հետ է կապված։ Համար առաքյալը 5 տականի սկզբունքով այս բառերն ասում, որ ձեր մարմինները ներկայացնեք կենդանի, սուրբ եւ Աստծուն ընդունել պատարագ, որնակերպը, որը կհանդիսանա ձեր հասկացողությունով ամեն մի Աստծո համար ծառայությունը։ Հիմա առաջինը մեր երկրպագությունը դա եկեղեցական ամեն մի ծառայությունն է։ Սա կոչված է երկրպագություն։ Առաջի Պետրոս 2:5-ը եկեք նայենք։ Տեսեք, ես կընթերցեմ հենց ուղակի համարը 5 համարը։ Դուք ել կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար։ Տեսնում եք այն կապեց տաճարի հետ, բայց խոսքը գնում է եկեղեցու մասին։ Ամեն մի հավատացյալ կենդանի, տեսնում եք նույն բառն է օգտագործված, կենդանի քար, կենդանի զոհ, կենդանի քար։ Ինչի առաքյալը սա շեշտում, այսինքն դուք մի մարմնի անդամ եք, որ կենդանի եք, դուք պիտի գործեք հասկանալով ում համար եք գործում։ Դա համար ասում է դուք եք կենդանի քարերի պես շինվեցեք, շինությունը դա Քրիստոսի մարմնի շինությունն է եւ տաճար, որի մեջ բնակվում է Աստված, այսինքն տաճարը քարերը չեն, տաճարը եկեղեցաշենքը չի, տաճարը մենք ենք, այդ խումբն է, որի մեջ բնակվում է Աստծո հոգին։ Ընկալում եք, այսինքն դուք եք կենդանի քարերի պես շինվեցեք հոգևոր տաճար, ինչի սուրբ, ուշադիր նայեք, շատ կարևոր է սա, սուրբ քահանայություն, այսինքն սուրբ միջնորդություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծուն ընդունելի Հիսուս Քրիստոսի միջոցով։ Ինչի շինվենք, որ հոգևոր ընծաներ մատուցանեք։ Տեսնում եք ինչի հետ է կապված կերպը, տալու, որ տակ, տեսնում եք, սա շատ կարևոր է։ Եվ եթե ուշադիր նայեք ինչի մասին է խոսքը, ինքը արդեն սիլագիզմ է, սա եզրահանգում անում, բայց վերևում ինքն ասում է արդ դեն գցելով ամեն չարություն։ Այսինքն քրիստոնեական հատկությունը, հիշում եք ես ասացի, որ երբ որ մենք անդրադարձանք որոշումին, մենք տեսանք, որ կենդանի, սուրբ, այսինքն մեր այդ զոհաբերությունը կապված է կենդանի, սուրբ, Աստծուն ընդունելի զոհաբերության հետ։ Եվ սուրբի մեջ մենք տեսանք Եսայի մարգարեության առաջին գլխի 13 համարը։ Երբ որ Եսայի մարգարեն աղաղակում է ըստ Աստծո, Աստված ասում է ես զզվել եմ ձեր ամսագլուխներից, ձեր տոներից, ձեր զոհերից, ինչի, որովհետև ասում է ձեր սրտում կա անօրենություն, բայց ձեր վարքի մեջ տոնախմբություն, անօրենություն եւ տոնախմբություն, այսինքն երկրպագությունը կապված է մեր սրտի կարգավիճակի հետ։ Ինչպես ենք մենք ընկալի Աստծուն հասկացողությունով եւ ինչի համար ենք մենք այդ տոնը տոնում, ինչի համար ենք մենք այդ ամսագլխում այդ զոհաբերությունում 5 տականի նկատի ունեմ, ինչի համար էին անում, հասկանալով ով Աստված։ Դրա համար այստեղ կարևոր է մենք հասկանանք կենդանի բառը սա է շեշտում։ Տեսեք 5 համարում սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք Աստծուն ընդունելու Հիսուս Քրիստոսի ձեռով։ Այսինքն մեր պատարակները, մեր ծառայությունը, երբ որ մենք Աստծուն անում ենք, առաջնային մեր սրտերում Աստված պետք է սուրբ լինի, ընկալելով ով Աստված եւ ում ենք անում եւ ինչի համար ենք անում, սա նոր ընդունելի պատարակ կլինի։ Դրա համար այս մեր մյուս հատվածի մեջ, նախորդ հատվածի մեջ ես ասացի, որ տոնախմբություն եւ անօրենություն չի համատեղում։ Աստված ուզում է, որ մեր սրտում լինի օրինականությունը, սրտում լինի արդարությունը եւ սրբությունը եւ նոր մեր կյանքում առաջ գա արդեն տոնախմբությունը, այսինքն ներսից մղված լինի։ Ներսը եւ արտաքինը պետք է համընկնի։ Համար առաքյալը մարդ դեն գցելով ամեն չարություն, այսինքն սա խոսում է ինչի հետ, մեր ներքին կարգավիճակի հետ, Քրիստոսին նմանվելուն, դեն գցելով ամեն չարությունը եւ ամեն խաբեությունը, սա մարդկային սկզբունքն է, եւ կեղծավորությունը եւ նախանձ եւ ամեն չարախոսությունը, նորածին երեխաների պես ցանկացեք այն բանավոր անխարդախ կաթին, որ նրանով աճեք դեպի փրկություն։ Եթե ճաշակել եք, եթե հասկացել եք, որ Տերը քաղցր է, նաեւ փորձառաբար հասկացել եք, որ Տերը քաղցր է, որին մոտեցել եք այն կենդանի վեմին, որ թեև մարդկանցից անարգված, բայց Աստծո մոտ ընտրված եւ պատվական է։ Դուք էլ
կենթանի քարերի պես շինվեցեք, ինչ որպես հոգևոր տաճար, սուրբ քահանայություն, որ հոգևոր պատարակներ մատուցանեք։ Ամեն ձեր ծառայությունը, ուրեմն այդ ծառայությունը ինչպես պիտի մատուցանվի, սրտից չարությունը հեռացված, խաբեությունը հեռացված, կեղծավորությունը հեռացված։ Տեսնում եք, Եսայի մարգարեն ասում է անօրենություն ձեր սրտում եւ տոնախմբություն։ Չէ, երկուսն իրար հետ համահունչ։ Այս սա մեր հոգևոր ծառայությունն է, սա կերպն է, սերներս։ Սա մեր եկեղեցական ամեն մի ծառայությունն է, ամեն մի պաշտամունքը, քարոզը, հարաբերությունները, նույնիսկ եկեղեցողությունը, մեր ավետարանի տարածումը, ինչի համար ենք անում, սա մեր ծառայությունն է, սա մեր զոհաբերությունն առ Աստված։ Բոլոր ոլորտները մեր ծառայության հասկացողությունով Աստծո համար արված կոչված է երկրպագություն։ Ուրեմն երկրպագությունը միայն երաշտական այդ մասը չի։ Երկրպագությունը կապ չունի երաշտության եւ զգացմունքի հետ։ Երկրպագությունը սերտ կապված է մեր հասկացողությունով Աստծո համար ծառայության հետ։ Ամեն մի ոլորտը։ Նույն սկզբունքով խոսում է նաեւ Եբրայեցիս հեղինակը, Եբրայեցիս 13:15-ից մինչեւ 16 համարը։ Ուստի նրա ձեռով ամեն ժամանակ Աստծուն օրհնության պատարակ մատուցանեք։ Տեսնում եք նույն զոհաբերությունը, որտեղ կտեսնեք նոր կտականում զոհաբերություն բառը, ուշադրեք, այնտեղ խոսքը գնում է մեր երկրպագության մասին։ Մատուցանելու, տալու, ոչ թե առնելու։ Ուստի նրա ձեռով ամեն ժամանակ Քրիստոսի Աստծուն օրհնության պատարակ մատուցանեք, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Նույնիսկ մեր սրտում, մեր շուրթերի վրա Քրիստոսի անունը դավանելը հանդիսանում է պտուղ, հանդիսանում է պատարակ Աստծո համար։ Իսկ բարերարություն եւ հաղորդակցվելը մի մոռանաք, իսկ նաեւ բարերարությունը մեկը մյուսին քաջալերելը, մխիթարելը, մեկը մյուսին հորդորելը հանդիսանում է նույնպես պատարակ։ Իսկ բարերարությունը եւ հաղորդակցվելը մի մոռանաք, որ այնպիսի պատարակների է հավանում Աստված։ Այդպիսի զոհաբերությունների է հավանում Աստված։ Սա մեր կողմից Աստծուն տալն է, երբ որ դուք անում եք ձեր եղբոր համար, դուք անում եք Աստծո համար։ Սա առաքյալը կոչում է երկրպագություն, պատարակ։ Տեսնում եք, այսինքն մեր բոլոր ոլորտները, մեր քրիստոնեական կյանքի բոլոր ոլորտները, որը արտադրված է Աստված ճանաչությունից, որ ընդգրկում է տալ հասկացողությունը Աստծո համար դրվել եւ դառնալ նրա սեփականությունը, որն էլ որ կերպով այդ կերպն է, երբ որ մենք հասկացողությունով ծառայում ենք Աստծուն։ Այս կերպով արտահայտվում է մեր երկրպագությունը։ Ուրեմն տեսեք, նույնպես զոհաբերությունը, այսինքն մեր ամեն մի ծառայությունը, բարի գործերը, հաղորդակցությունը, երկրպագությունը, սրանք զոհ են անվանված Աստծո համար, որովհետև երկրպագությունը ինքնատակում սերտ կապված էր տաճարի եւ զոհի։ Առաքյալը այս մղումով, այս ընկալումով է խոսում երկրպագության մասին։ Ուրեմն եթե անդրադառնանք այս սկզբունքին, եկեղեցում հացկերույթ կազմակերպելը, երբ որ որևէ մեկը իր սրտում որոշել է, որպեսզի հավատացյալ եղբայրներին, քույրերին հյուրասիրի, միանշանակ իմացեք այն երկրպագությունը առ Աստված։ Միանշանակ իմացեք, որ աթոռները, սեղանները, դասավորելը, շինելը, եկեղեցում ինչ որ մի բան ձևավորելը, եկեղեցում ինչ որ մի ֆիզիկական աշխատանք անելը, հավաքելը, հավաքարարություն անելը, այն երկրպագությունն է ձեր առ Աստված։ Սա միանշանակ է։ Այսինքն նաև հաղորդակցվելը, երբ որ դուք որևէ մեկի կյանքում ուզում եք մխիթարություն լինեք, որևէ մեկին տրամադրում եք ձեր ժամանակը, ձեր ջանքը, ձեր պոտենցիալը, որպեսզի ինչ որ մի բան բացատրեք, փորձեք հասկացնել, այսինքն եթե հոգեորապես տկար է, ինչ որ մեկի կյանքում փորձում եք բեռը վեր առնեք, նրա տկարությունը վեր առնեք, նրան օգտակար լինեք, ինչ որ մի նույնիսկ մեղքի մեջ պայքարելու խնդրի մեջ։ Այս առումով դա ձեր երկրպագություն, որտեղ դուք դա անում եք հասկացողությունով Աստծո համար։ Ուշադրին նայեք կարևոր հակաթեզից։ Դուք դա երբեք չեք անի զգացմունքով, զգացմունքից արտադրված։ Երբեք ձեր զգացմունքից արտադրված դուք ձեր եղբորը օգտակար չեք լինի։ Դուք ձեր եղբորը միայն օգտակար կարաք լինեք հասկանալով ինչ եք անում եւ ում համար եք անում եւ ինչ եք անելու։ Սա է իրական երկրպագությունը։ Սա է ձեր հասկացողությունով ծառայությունը առաքյալն ասում։ Եվ առաքյալը հատուկ է օգտագործում այս բառը հասկացողությունով, որովհետեւ տվյալ դարաշրջանում 4 կողմը ծփում էր էքստազի պաշտամունքով, բնազդորեն զգացմունքային պաշտամունքով, դա հեթանոս պաշտամունքն էր ցելներս։ Առաքյալը հակաթեզի սրան ասում է, սա է ձեր հասկացողությունով ծառայությունը, հասկացողությունով մի բան արած Քրիստոսի համար կամ Աստծո համար, սա է ձեր երկրպագությունը։ Եվ սա մեր կյանքն է ընդհանրապես քրիստոնեական։ Եվ այս առումով սխալ կլինի երկրպագությունը ասոցացնել երաժշտության կամ երգեցողության հետ։
Այսպես չի սիրել։ Սա երկրպագությունը չի։ Սա պսևդա երկրպագությունն է, կամ կեղծ երկրպագությունն է, կամ փոխված երկրպագության նշանակությունն է։ Իրական երկրպագությունը հասկանալով մեր հասկացողությունով ծառայությունը մատուցած եկեղեցում ամեն մեր կյանքի ոլորտում ամեն ինչի համար։ Սա Աստծո համար մեր երկրպագությունն է հանդիսանում։ Նյութական զոհաբերությունը դա նույնպես երկրպագություն է։ Եվ այս մասին առաքյալը խոսում է Ֆիլիպեցիս 4:18-ում։ Պողոս առաքյալը գտնվում է հռոմեական բերդում, որտեղ հռոմեական բերդում չէին կերակրում եւ ոչ էլ փող էին տալի։ Պետքա դրսից որևէ մեկը բերեր եւ կերակրեր այդտեղ բանտարկյալին։ Եվ Պողոս առաքյալը տեսեք ինչ բառեր ասում Ֆիլիպեցիս եկեղեցուն 4 գլուխ 18 համարը նայեք։ Ֆիլիպեցիս 4:18 Բայց ես ամեն բան արել եմ եւ առատություն ունեմ, լիքն եմ, որ Եփաբրոտոսի ձեռով ընդունեցի այն, որ ձեզանից է, որպես անուշ հոտ ընդունելի պատարակ Աստծուն հաճելի։ Տեսեք, առաքյալը գտնվելով բանտում, մենք արդեն ասացինք, որ հռոմեական բանտը այն բանտն էր, որտեղ չէին կերակրում բանտարկյալներին։ Պետքա դրսից որևէ մեկը գար եւ քրիստոնեական սկզբունքների մեջ շատ դժվար էր։ Ինչի, որովհետև եթե նրան բանտարկել էին Քրիստոս քարոզելու համար, որևէ մեկը, երբ որ քեզ կերակուր էր բերում, դա այսինքն տեսնում էին զինվորները, տեսնում էին այդ ղեկավարները, որ բանտապետը տեսնում էր, որ դու նույն սկզբունքի մեջ ես անց, եւ եթե նրան բանտարկել են, սկսում էին քեզ հետևել, եւ միգուցե դու էլ խնդիրներ ունենայիր։ Բայց մենք տեսնում ենք, որ հավատացյալները Եփափրատիսի ձեռքով ուղարկեցին Պողոսին կերակուր, բայց Պողոսի բառերն այն, բայց ես ամեն բան արել եմ եւ առատություն ունեմ, լիքն եմ, որ Եփափրատիսի ձեռով ընդունեցիք այն, որ ձեզանից է։ Այսինքն ոչ միայն մի փոքրիկ բան էին ուղարկել, այլ շատ մի քանի ժամանակի համար, որպեսզի առաքյալը կերակրվի, եւ առաքյալն ասում է, ես այդ ձեզանից ընդունեցի որպես պատարակ, զոհ, անուշահոտություն Աստծո։ Պողոս առաքյալի հասկացողության մեջ երկրպագությունը կապված է զոհաբերության եւ տաճարի հետ, այսինքն 5 կտակարանի ընկալումն է, ինքը այդ սկզբունքների մեջ է խոսում եւ ասում է, այն որ դուք ինձ համար արեցիք, որ ձեր սրտերի մեջ ցավ քաշեցիք ինձ համար, մտածեցիք, որ ես սոված չմնամ բանտում, այդ որ դուք այդ միտքը ունեցաք եւ ուղարկեցիք, նույնիսկ Եփափրատիսը համարձակվեց բերել եւ տալ ինձ, ասում է, ես դա Աստծուց, այսինքն ձեր արածը դա երկրպագություն է, դա պատարակ է, անուշահոտություն է Աստծո համար, որ ինձ համար արեցիք։ Տեսնում եք ընկալումը Պողոս առաքյալի խոսքերի։ Այսինքն եթե դուք որևէ մեկի նեղության մեջ օգտակար եք լինում, ինչ որ մի փոքրիկ բանով նույնիսկ, դա Աստծո համար ձեր պատարակն է, դա ձեր երկրպագությունն է առ Աստված։ Ուրեմն տեսեք հիմա հակաթեզիսը։ Աստված երբեք երկրպագություն չի կոչում լույսը անջատած էքստազի տակ օրոր շորոր գալը, առանց հասկանալու բառեր ասելը, կամ այդ բառերի ազդեցության տակ շորորվելը։ Դա երկրպագությունը չի սիրելես։ Այդ թե երկրպագությունը որն է։ Երբ որ հասկանալով, նույնիսկ ձեր կյանքը վտանգելով, անում եք Աստծո համար, բայց անում եք ձեր եղբայրը։ Այս է երկրպագությունն առ Աստված։ Տեսնում եք որտեղ է հակաթեզիսը։ Տեսնում եք որտեղ է խապկանքը, որ երկրպագությունը ինչի է վերածվել։ Այն կապվել է երաժշտության հետ, երկրպագության երգեր, ոչ, երկրպագությունը ձեր ծառայությունն է, հասկացողությունով Աստծո համար արված, որը արտադրվում է Աստված ճանաչությունից։ Ճանաչելով ինչքան ողորմած Աստված ձեր համար, դա համար դուք նույն ողորմությունը անում եք դիմացինի հանդեպ որպես երկրպագություն առ Աստված։ Միջապես մենք կարդում ենք շատ կարևոր սկզբունք հետագա համարը։ Տեսեք 18-ում կարդացինք, բայց ես ամեն բան արել եմ առատություն ունեմ, լիքն եմ, որ Եփափրոտիսի ձեռով ընդունեցի այն, որ ձեզանից է, անուշ հոտ ընդունելի պատարակ առ Աստված, եւ իմ Աստվածը լրացնե ձեր ամեն կարոտությունը իր հարստության չափով փառքով Հիսուս Քրիստոսում։ Անդրադառնում է նաև ընդունի ինքն էլ իր ցանկությունով աղոթք կանում, ասում, որպեսզի Աստվածը լեցնի այդ պակասը, որ նրանք բերեցին Պողոսի համար։ Այսինքն սա մեր երկրպագությունն է, ասելս։ Անուշահոտություն։ Երրորդ սկզբունքը, տեսեք, ես բոլոր ոլորտներին անդրադառնում եմ, որ դուք տեսնեք, ուրեմն տեսեք, ձեր եկեղեցում արած ամեն մի ծառայություն է։ Դա երկրպագություն առ Աստված, հասկացողությունով ձեր ծառայությունը։ Սա էքստազի։ Դուք երբեք էքստազի տակ եկեղեցի փոշին չեք արի, երբեք էքստազի տակ սեղանները չեք դասով, երբեք էքստազի տակ ձեր եղբորը օգտակար չեք լինի։ Դա էքստազն է։ Էքստազի տակ դուք շատ օրորվեք, շորորվեք, մրմնջակ, բառեր ասեք, բայց դուք ծառայություն չեք անում։
Այս է ակալը։ Մյուսը մենք տեսանք, որ նաև մեր զոհաբերությունը, ինչ որ մի բանը մեզանից կտրել եւ տալը հանդիսանում է զոհաբերություն, հանդիսանում է երկրպագություն։ Մեր ավետարանչությունը, երբ որ մենք ավետարանը փոխանցում ենք, առաքյալը սա նույնպես կոչում է երկրպագություն, զոհաբերություն եւ հետաքրքիր է, որ սա նույնպես անուշահոտություն է կոչված։ Եվ զոհը ովքեր են այն հավատացյալները կամ այն մարդիկ, որոնք ձեր ավետարան փոխանցելով դառնան դեպի Աստված եւ կնվիրվեն Աստծուն։ Առաքյալն ասում է սա զոհ է Աստծո համար։ Եկեք անդրադառնանք այս հատվածին։ Հռոմեացիս 15-15-րդ համարից։ Տեսեք։ Բայց ես համարձակեցի եղբայր փոքրի շատ է գրել ձեզ, իբր թե ձեզ հիշեցնեմ Աստվածանից ինձ տրված այն շնորհքի պատճառով, որ ես Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ հեթանոսների մեջ, Աստծո ավետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագը ընդունելի լինի Սուրբ Հոգով սրբված։ Արդ պարծանքը ունեմ Քրիստոս Հիսուսի Աստծո առաջին։ Ինքն ասում է, ես պարծանք ունեմ եւ զոհաբերությունը համարում ամեն անգամ, երբ որ ինքը փոխանցում է ավետարանը հեթանոսներին։ Ինչի՞, այստեղ ի՞նչն է զոհը, ի՞նչն է այդ պատարագը, նվերը, այն մարդիկ, որոնք Պողոս առաքյալի ավետարանի միջոցով կդառնան դեպի Աստված, կդրվեն Աստծո զոհասեղանի վրա։ Տեսնում եք առաքյալն ինչ ասում, որ ես Հիսուս Քրիստոսի սպասավորն եմ հեթանոսների մեջ, Աստծո ավետարանը մատակարարող, որ հեթանոսների պատարագը ընդունելի լինի Սուրբ Հոգով սրբված, որ հեթանոսների զոհ դառնալը ընդունելի լինի։ Ասում եմ, ես ավետարանը տարածում եմ, որ հեթանոսները որպես ընծա պատարագ նվիրվեն Աստծո։ Սա նույնպես առաքյալը ներկայացնում է երկրպագություն։ Հիշեք, ամեն անգամ որտեղ առաքյալը խոսում է պատարագ, ընծա, զոհ, դա երկրպագության խորհուրդն է։ Ի վերջո, ամեն բան, որ արված է Աստծո փառքի համար, կլինի ավետարան տարածելը, որովհետեւ մեկին օգտակար լինելը, ֆիզիկապես, հոգեորապես, դա ձեր երկրպագությունն է։ Եթե դուք ավետարանը չեք տարածում, եթե դուք ամաչում եք ավետարանի խոսքը տարածեք, խնդիրը ձեր վախը չի։ Խնդիրը ձեր երկրպագության պակասն է առ Աստված։ Դուք չեք ճանաչում Աստծուն։ Այսինքն դուք չեք էլ ճանաչի Աստված ինչ արել ձեզ համար։ Չեք էլ ճանաչում, թե ինչ անում անդադար ձեզ համար։ Եվ միգուցե դուք ձեզ ընդունում եք կամ ընկալում եք արժանի մեկը։ Եվ ավետարան տարածելը, դե կարամ տարածեմ, կարամ չտարածեմ, ոչ ելնես, եթե դուք ճանաչել եք ով է Աստված, դուք չեք կարող չտարածեք ավետարանը։ Չեք կարող ուղղակի, որտեղ այդ ավետարանի միջոցով նաև Աստված ձեզ է փրկել։ Եվ դրա համար առաքյալն ասում է, սա այն զոհաբերությունն, այն անուշահոտությունն է, այն իմ ավետարան տարածելը, ես ասում եմ, չեմ զանզրանա անեմ, նույնիսկ բանտարկված էլ չեմ հոգնի, սա կանեմ, որպեսզի այդ պաշտոնը, որ ստացել եմ, կատարեմ, որ հեթանոսների պատարագը ընդունելի լինի Սուրբ Հոգով սրբված։ Եվ այսպես է Կողոսացիս 3:17-ը նայեք, առաքյալը Կողոսացիս 3-րդ գլխի 16-ը, որ Քրիստոսի խոսքը բնակվի ձեր միջում առատապես ամեն իմաստությունով։ Անցյալ անգամ ես մասին խոսեցինք, Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ, նշանակում է Քրիստոսի մտածելակերպը ունենալ։ Ամեն իմաստությունով, հասկացությունով, իրար սովորեցրեք, խրատեցեք սաղամոսներով եւ օրդություններով եւ հոգեվոր երգերով, շնորհքով օրհնեցեք Տիրոջը ձեր սրտերումը, հասկացողություն, հետո երգեցողություն, այլ այս երգեցողության մեջ Աստծուն փառավորել, հասկանալով այս ամենը եւ ամեն ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով, ամեն ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով, սա հասկացողության հետ է կապված։ Սա էքստազի տակ չեն անում։ Ամեն ինչ էլ որ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունով արեք գոհություն տալով, սա զոհաբերությունն է, սա երկրպագությունն է, տալով Աստծուն եւ Հորը նրա միջոցով։ Եվ անմիջապես անդրադառնում է, որն է նաեւ ընդհանուր առմամբ մեր երկրպագությունը։ Կանայք հնազանդ եղեք ձեր մարդկանց, ինչպես կվայելե Տերումը։ Կանանց հնազանդությունը առ Աստված, դա երկրպագությունն է, սերներս։ Երբ որ դուք կանայք հնազանդ եք ձեր ամուսիններին Քրիստոսով, երբ որ դուք Քրիստոսի համար եք հնազանդ ձեր ամուսիններին, սիրելով Քրիստոսին նաև հնազանդվում եք ձեր ամուսիններին, արտահայտում եք այդ սերը ձեր ամուսիններին հնազանդվելով, դա ձեր երկրպագությունն առ Աստված։ Ամուսիններ, երբ որ դուք սիրում եք ձեր կանանց եւ պատրաստ եք ձեր անձը ձեր կանանց համար տար, դա ձեր երկրպագությունն առ Աստված։ Սա էքստազի հետ կապված չի, սա բացարձակ հասկացողության հետ է կապված։ Սա շատ կարևոր է սիրելիս։ Ուրեմն եւ ամենակարևորը, որ կուզեմ անդրադառնանք ընդհանուր առմամբ երկրպագության, ամենակարևոր սկզբունքը դա հասկացողությունն է, հասկացողությունը, որը հակաթեզի սա էքստազին կամ բնազդին։
Երկրպագությունը միանշանակ պոկեք բնազդի եւ էքստազից։ Այդ ռոք երաժշտության կա այսպիսի մի բառագա, երբ որ լույսը անջատում են, կամ կա երբ որ աղոթք ասում, աղոթքի տակ երաժշտություն են միացնում, դուք մի ստեղծեք աուրաներ։ Աղոթք ուղղված առ Աստված։ Աղոթքը արտասանություն չի, որ երաժշտություն միացնեք, որ լսողներին հաճելի լինի։ Աղոթք ուղղված առ Աստված։ Աղոթքը ձեր սրտի խոսքն է, երաժշտության կարիք չկա։ Մի փորձեք մի փորձեք համեմել երաժշտությունով աղոթքը։ Սա երկրպագություն չի, սա անում են ռոք խումբը։ Լույսը անջատում են, ցվետամուզը լույսեր են միացնում, որպեսզի մարդկանց գցեն էքստազի մեջ բնազդի, այդ ազդեցության տակ մի արեք։ Մի անգամ այդպես արեցին եւ մեկը որ պիտի հաղորդություն տա, լույսերն անջատեցին, առաջի բառը որ այդ մարդն ասում է, խնդրում եմ լույսերը վառեք։ Որտեւ այդ մարդը սովոր չի մտության մեջ հաղորդություն տա։ Մի արեք, աուրա մի ստեղծեք։ Սա ավելի արհեստական, մարդկային երկրպագության կերպն է, որից Աստված զզվում է։ Ձեր երկրպագությունը ձեր հասկացողությունով Աստծո համար ծառայությունն է։ Կլինի ձեր եղբորը, կլինի ամեն մեկ անդամի։ Դրա համար մեր հատվածում ամենակարևոր խոսքը սա է ձեր բանավոր պաշտոնը։ Այստեղ եթե բառը նայեք լոգիկոս նշանակում է մտածված։ Լոգոս դա խոսքն է, միտքն է։ Խոսքը երբեք կապված չի հնչյունի հետ, ձայնի հետ սերունես։ Խոսքը կապված է մտքի հասկացողության հետ։ Երբ որ դուք ասում եք խոսք, ի նկատի ունենք ձեր բերանով ինչ որ մի նույնիսկ եթե հնչյունին կապենք, հնչյուն ասված, բայց որը միտք է արտահայտում։ Այսինքն լոգիկոս, սա ձեր հասկացողությունով, սա ձեր մտածված ծառայությունն է Աստծո համար։ Միտք, Աստծո խոսքը դա, երբ որ դամար առաքյալն ասում է խոսքը ձեր մեջ առատորեն բնակվի, դրա համար իրար մատուցանեք այս ծառայությունը, խոսքը ձեր մեջ առատորեն բնակված։ Այսինքն սա կապված է մեր նորոգված մտքի հետ։ Եթե որևէ մեկի միտքը չի նորոգվել նրա երկրպագությունը, նա չի երկրպագում առ Աստված, որտեղ երկրպագությունը սերտ կապված է նորոգված մտքի։ Սա է ձեր հասկացողությունով ծառայությունը։ Սա շատ կարևոր է, որ մենք ընկալենք սիրելիներս։ Տեսեք, հիմա ավելի կարևոր հատվածն է, որ ավելի կամողջացնի սա։ Տեսեք Մատթեոս 6-րդ գլխում, երբ որ Քրիստոսը սովորեցնում է Աստծո համար անելու եւ աղոթելը, եւ ծոմապահությունը, եւ ողորմություն տալը, բոլորը կապված է հասկացողության հետ։ Եվ ինքը այնտեղ հակաթեիս է վերում չլինի, որ սա անեք ինչպես հեթանոսները, որ չլինի սա անեք ցուցադրության համար, չլինի սա անեք աղոթք անեք երկարացնելու համար բառերը, այսինքն մի քանի անգամ այդ բառերը կրկնեք, այս կրկնողությունը, այս օրինակ հուդայիզմի, օրինակ հինդուիզմի մեջ Հարե Կրիշնա 1700 անգամ պիտի ասեն, որ իրանց միտքը անջատվի, ընկնեն այդ մեդիտացիայի մեջ, այդ էքստազի մեջ ընկնեն։ Հիսուսն ասում է այսպես մի արեք ինչպես հեթանոսները, օրինակ Մատթեոս 6:7-ում եւ աղոթք անելիս շատախոս մի լինեք, ինչպես հեթանոսները։ Շատախոսությունը կապված էր սրա հետ։ Երբ որ դու ինքդ քեզ ընկնում ես եւ այդ շատախոսությունը կապված էր էքստազի եւ նաեւ ցուցադրության հետ, որ իբր դու Աստծո համար անում ես, որովհետեւ նրանք կարծում են, թե իրենց շատ խոսելու համար կլսվեն։ Սա սխալ ընկալում է, սերս ընդհակառակը հասկացողությունով դուք իմացեք, որ ձեր հայրը ամեն բան արդեն գիտի։ Արտրանց մի նմանեք, որովհետեւ ձեր հայրը գիտե, թե ինչ բան պետք է ձեր նրանից խնդրելուց առաջ։ Տեսնում եք, այսինքն նույնիսկ սա Քրիստոսը ներկայացնում, այսինքն ընկնել գետնին, թավալվել, բարբաջել, սա այս դարաշրջանում հռոմեական, հունական աստվածպաշտության կերպն է, դրա համար հակաթեզի սա ներկայացնում եւ առաքյալը եւ Հիսուս Քրիստոսը հակաթեզ անեկցում հասկացողությունով, ձեր աղոթքը լինի ոչ միայն հոգով, այլ նաեւ մտքով, հասկացողությունով, ձեր խոսքը լինի ոչ միայն երջանկությունով, այլ նաեւ հասկացողությունով։ Այսինքն սա շատ կարևոր է, երկեն ոչ միայն հոգով, այլ նաեւ մտքով։ Այս ամենը ամբողջացնում է իրական երկրպագության սկզբունքը, հասկացողությունը, որը հակաթեիս է էքստազի։ Սրա համար եթե դուք անդրադառնաք առաջի թղթերի մեջ առաքյալն հենց ներկայացնում է, որ էքստազ կա, դա համար օրինակ առաջի Կորինթացիս 12 գլխի առաջի համարում մենք շեշտեցինք, որ առաքյալը մի տարվեք, մի արեք այնպես ինչպես տարվում եք կուրքերի, այլ հասկացում, այսինքն ամեն անգամ երբ որ մենք նայում ենք ավելի դարաշրջանը եկեղեցու երկրպագության, տեսնում ենք դուրս է գալի էքստազի տարերը եւ ավելի երկրպագությունը կապվում է նորոգված մտքի հետ։ Երկրպագությունը ամբողջական է, երբ որ անձը նվիրված է Աստծուն։
Այս նվիրվածությունը բնած չի սիրելիներս, սա հասկացությունով նվիրվածություն է, սա հասկանալով ով է Աստված, նոր դու նվիրվում ես Աստծուն, առանց Աստծուն ճանաչելու երբեք որևէ մեկը չի կարող Աստծուն նվիրվի, ուրեմն սա Աստված ճանաչության հետ է կապված եւ նորոգված մտքի հետ, ուրեմն երբեք ամբողջացնենք, մանավանդ ժամանակն անցավ, միշտ հիշեք, այն ամենը, ինչը ձեզ կբերի միստիկական դաշտ, երկրպագության առումով թողեք, ինչը ձեզ կմղի միստիկական դաշտ, դա կլինի լույսերը անջատելը, որովհետեւ երաժշտություն միացնելը, որ դուք ստեղծում եք արհեստական, որպեսզի երկրպագեք Աստված, մի արեք, ձեր երկրպագությունը բավարար է Աստված ճանաչությունից մղված լինի եւ բավարար է, երբ որ դուք հասկանում եք ինչ եք ուզում անեք, այսինքն նույնիսկ ձեր միտքը, երբ որ աղոթքի ժամանակ դուք ձեր ուշադրությունը, ձեր միտքը սկսում է թափառել, դադարեք աղոթելը, աղոթեք միայն հասկանալով ինչ եք աղոթում եւ ում առաջ եք կանգնած եւ ինչ եք խնդրում Աստծուց, որքանով է ձեր խնդրվածքը նրա կամքի համաձայն, սա է ձեր երկրպագությունը, ուրեմն ընդհանրապես առաջի կարևոր բանը, որ մենք տեսանք, այն հասկացողությունն է, այսինքն դա մղված պիտի լինի Աստված ճանաչությունից, դա պիտի անդրադառնա մեր տալու ոչ թե առնելու եւ այն պիտի լինի հասկացողությունով, առաքյալ այս մեկ հատվածի մեջ ամբողջացնում է իրական երկրպագությունը եւ տեսեք, սա է, որ աղոթքի ժամանակ երաժշտությունը զգացմունքներ ստեղծելու կարիք չկա որոշակի առումով մտություն ստեղծել եւ մղել մարդկանց զգացմունքային էմոցիա, կարիք չկա ռոկի այդ աուրա ստեղծելը, որպեսզի ավելի մարդը կենտրոնանա իր զգացմունքների վրա, տրվի իր զգացմունքներին, ընդհակառակը, սա մի արեք, առավել կարևոր է, որ դուք զանազանեք էքստազը իրական երկրպագությունից կամ հասկացողությունից, այն ինչի մեջ չկա հասկացողություն, զգուշացեք, որովհետև Աստված պաշտություն ամբողջանում է հասկացողությունով, ուրեմն մենք անդրադարձանք հիմքին երկրպագության, ինչն է մղում մեզ երկրպագելու, որոշումը երկրպագության ինչն է որոշում այդ երկրպագությունը թե ոչ, այն տալիս ես թե ուզում ես առնես եւ մյուսը կերպը երկրպագության ինչպես է այն արտահայտվում հասկացողությունով ձեր ամեն Աստծո համար արածի մեջ։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, թող մեր կյանքում Աստված նորոգի մեր միտքը, որպեսզի առավել մեր երկրպագությունը Աստված հասկացողության դաշտում լինի եւ Աստված այսպիսի երկրպագողներ է ուզում հոգով եւ ճշմարտությունով, հոգով դա նշանակում է մեր ներսի մարդով, ոչ միայն արտաքին ծեսերով, այլ մեր ներսի մարդը, որը ճանաչում է Աստծուն, մղված է, ցանկանում է Աստծո համար անելու եւ ճշմարտությունով Աստծո խոսքի համաձայն արված։ Ոչ թե մենք որոշենք ինչ ենք տալի Աստծուն, այլ Աստծո խոսքի համաձայն նորոգված մտքով հասկանանք ինչ ենք ուզում տանք Աստծուն, ինչն է Աստծուն հաճելի։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։